Բարև ձեզ, իմ անունը Վրեժա, ես 34 տարեկան եմ, դրանց 34 տարից 30 տարին Ռուսաստանում եմ ապրել, կներեք կարող է վատ եմ խոսում հայերեն, բարեր կա ռուսերեն կարող է լինի, ուզում եմ մի հատ վկայություն տամ, տիրոջ ողորմությունը, ես որ հիմա ստեղ կայենց եմ, ժիվ զդարով որ կայենց եմ ձեր դեմ է, տիրոջ ողորմությունն է, որ ես 19 տարի օգտագործել եմ ծանր նարկոտիկներ, 15 տարեկանից սկսել եմ ծխել, հետո խմել, 16 տարեկանից արդեն ծանր նարկոտիկներ եմ օգտագործել, 2 անգամ կլինիկի սմերտիա եմ մոտեղ է, մահացել եմ հետ եմ եկել, Այդ էլ տիրոջ ողորմությունն է, որ բժիշկները արդեն հույս չեն տալի, ասում են, всё արդեն մահացիրտս էլ չէր խփում արդեն, բայց հետ եկամ երկրորդ անգամ նույն էլի թարգում էի, էլի սկսում էի, էլի կես տարի անցնում էր, էլի սկսում էի օգտագործել, չէի հասկանում։ Տենց անցավ տարիներ, հետո ամուսնացամ, թարգեցիմ Հետո էլի մի 5 տարի չէի օգտագործում, հետո էլի դուրս ելամ, էլի ընկամ այնց կոնտինգենտ, որ էլի սկսեցի օգտագործել ու վերջի արդեն մի տարի առաջ ես պարկած էի տեղերից վրա, 3 ամսվա մեջ բուկվալ այդ սաղ դարավ, պարկած էի տեղերից մեջ, չէի կարում հելնեի, շարժ էի դաժե գլուխս, թոքերս հիվանդեր, գեպատիտ ունեի, շատ վատ վիճակեր են, որ սաղ սպասում են հեսա, մի շաբաթ էլ կմահանա, էլի վաբշե շատ վատ էր վիճակը, օրերի հաշվեր, էլի, մեռնելու վրա է արդեն սաղ արդեն ձեռներն է քաշել են ինձնից են, որ չէին հավատում, որ բան կլինի, ու տենց ստացվեց, որ Ռուսաստանից ստիպված ես եկամ Հայաստան։ Դա էլ չգիտեմ ոնց տենց ստացվեց, բայց ստիպված եկամ, չէի կարող անդե մնա, եկամ Հայաստան, ուզեցիմ էլի մենակով մարդկայինով իմով, ասիմ լավ, կարամ ուժեղ տղա եմ ես, կարամ ապրեմ ստե, իմացամ, ստե մի առ ժամանակ ստե պետք է ապրեմ, ստիպված ուզեցիմ էլի մենակով անեմ, ունենց ստացվեց, որ ստեղ էլ 4-5 ամսվա մեջ, անենց տուպիկ ընկան, որ արդեն չստացվեց, ինչ արեցիմ չստացվեց, անենց տուպիկովի սիտուացիա ստեղծվեց, որ արդեն ձեռնես ինչ ասրել է, ասեմ մեռնեմ ավելի լավա, քան ստե ապրեմ, էլի չի ստացվում ոչ մի բան, որ վերջի րոպեներն էր, էլի արդեն ու մի հատ զանգ եկավ, այդ էլ տիրոջ ողորմությունն էր, զանգեց մի հատ հովիվ, չեմ ճանաչում, այստեղ Երևանում вообще ոչ մեկ էլ չունեմ Հայաստանում, մենակ եմ ստեղ, թակ մենակ։ Մի հատ հովիվ զանգեց ինձի, խոսած հետս, բացատրեց, ասեց ստեղ, կարող է ուզում ես Աստծուն ճանաչես։ Ես Ռուսաստան եղել եմ խրիստիանսկի կենտրոններ, բայց կարճ ժամանակ, սկսում էին օտար լեզուներով աղոթել արդեն, սո վեշեր ես հավաքում, ասում ինչ սեկտա եմ ընկել, տենց խառը, էլի շատ, ես գիտեի թե իմ հավատքը կա, էտա որ կա, ու всё, ինձ ես Աստծուն ճանաչում եմ, всё, իմ մոտ սաղ լավ է, բայց դե շատ աշիբալս է, էլի, դժողքի եմ, որ արդեն մի ոտով ընդեղ դժողքում էի, վերջի են, տենց րոպեներից Տերը ինձ ողորմություն արեց, ու մյուս օրը ես տեսամ այդ հովին, խոսացիմ հետը, մի երկու օր շփվեցինք հետը, ինձ ասեց ստեղ Հայաստանում կա ռեաբիլիտացիոն ցենտր, վերականգնական կենտրոն, կա, ուզում ես կարող է այդհաս, ասիմ լավ, մոտ վիխադել չկար, որ կամ պետք է թայ մեռնեի, կամ պետք է թայ եկամ կենտրոն, մի ամիս կենտրոնում ապրեցիմ, հասկացամ շատ դժվար ինձ, համ էլ իմ մենտալիտետը ուրիշ է, սաղ կյանքս փոքր վաղտանց Ռուսաստանում եմ ապրել, շատ դժվար է ինձ տեղ, էլի։ Մի ամսից տենց լեզու չգտամ մարդ կար, դրանց հետ, խառնվեցիմ, հելամ գնացիմ կենտրոնից ու 24 ժամ չանցավ, ես անենց մի հատ սիտուացիայի մեջ ընկամ, էլի խառն է, չգիտեի ինչ անել, այնց մարշրուտկով եթում էի, դաժե չգիտեի ուր էի, պրոստ եթում էի, էլի միտեղ ու մի հատ տղա ինձ նստած նայում էր, ուղիղ նայում էր, իջամ մարշրուտկից հետևից, մինչև վերջի կանգ առա ինքը եկավ հետս, իջավ հետևիցս, մոտիկացավ, ասեց կարելի է քեզ մի երկու բառ ասում, կարելի է, ասում է սիրտդ բացի, ասում է Աստված մեջքիդ հետևա կայնած, ասում է բացի թող ես փագել,
ես вообще չեմ ճանաչում այդ տղուն, առաջին անգամ ասում, խի ես ինձ այդպես բան ասում, չեմ սրտից դրես Տերը ասեց, այդպես մոտիկանամ քեզ ասեմ։ Ես էլ խառնվել եմ, էլի չգիտեմ իրան ինչ ասեմ, ասում եմ լավ, ասում դու ինձ անծանոթ տղա ես, ասում եմ ասա, կա թե չկա, էլի, ուզում եմ իմանամ, արդեն խառը վիճակեր են, որ չգիտեի вообще, այնպես տուպիկեր են, որ Էթում է չգիտեի ուր է էթում էլի, ասես մենակ, կնիկս երեխես Ռուսաստանում, սաղ տնեքս, նայեցիկս Ռուսաստանում են, մենակ եմ էլի, ստե մնացել։ Ու դրանից հետո հետ եկամ կենտրոն, 24 ժամ չանցա, որ մյուս օրը Իրիգունը գնացել էի, արդեն ցերեկ եկամ կենտրոն հետ ու սկսեցի Աստուն ճանաչել, Փառք Տիրոջս Սուրբ Հոգով մկրտվել եմ, Ժիվ զդարով կայնացեմ, Տիրոջ ողորմությունն է, էլի, էտա, մերսի շատ Փառք Տիրոջը։ Բարև ձեզ, ժողովուրդ ջան, անունս Ալիկա, ես էլ երկար տարիներ Ռուսաստանում եմ ապրեմ, որից 12 տարին նստած եմ եղել իհարկե, 21 տարի էլ նարկոման, ասենց ասեմ, ես մի 2 տարի Հայաստան եմ եկել Ռուսաստանից ու ունենց եղավ, որ մի հատ շատ ահավոր պատմության մեջ ընկա, որտեղ որ առաջի անգամ մեղավոր չէի։ Սպանության գործով հիմա դատվում եմ, ուրեմն այս մի տարուց ավելի դատերը գնում եմ, ամսի 5-ին դատս էր գնացի հետաձգեցին, մինչև ամսի 25-ը ասեցին, եկա տենց, այս ամսվա 25-ը, եկա տենց, հիմա կենտրոնում եմ գտնվում, բժշկել անձի տերը, ու կենտրոն եկել եմ շատ անենց մի բանով, որ վկայությունն եմ լսել, էդիկ աղբոր, ու մի անգամից ասել եմ, այսով այս աղբերը, քթեք ընձի տարեք ընդ է, ու եկել եմ Փառք Աստծո, հիմա բժշկվել եմ, վերջը, որ ջան, դատս էր ամսի 5-ին, տենց գնացի, հետաձգեցին ամսի 25-ին, ուրեմն ամսի 11-ին, կակ աբիշնը, կենտրոնում, աղոթքից հետո, սերտումից հետո, տենց տանը նստած, կենտրոնում էլի, զանգ եկավ, անծանոթ համար, վերցրեցի դատավորը սա, Պրյամոյ դատավորն է, զանգ է, ունձի ասում է, այդ տղա ես ուր ես, ասի ոնց ուր եմ, կենտրոնում եմ, ինչ կենտրոն այդ տղա, հենց հիմա վեշ մեշոկըտ հավաքի, արի գնում ես կալանքի, բերդ, ոչմ մի քիչ խառնում է իրար, վազելով գնացի էդիկ աղբոր տուն, ասեցի, որ սենց, ասեց Ալիկ ջան, մի խառնվի իրար, մենք Աստված ունենք, տենց աղոթք արեցինք, Էդիկ աղբոր տղու հետ, Էրիկիս հետ նստանք գնացինք, բայց վեշերը չեմ հավաքի գնացի, առանց վեշերի, որտև հավատում էի, որ հետ եմ գալու։ Տենց գնացինք ճանապարհին էլ Էրիկիս հետ աղոթք անելով, հասանք դատարան, ուրեմն ասեցի, որ եկել եմ Ֆարխոյանը ինձ կանչել է, դատավորը, կանվոյներ եկան, զգացի, որ տանում են բերդ, իրոք տանում են բերդ, եկ դրա համար են եկել, կանվոյներ եկան, ասին ջեբեր էտ ինչ կա, հանձնի հետի տղուն, Էրիկին, հանեցի, տվեցի Էրիկին, ու գնացի մտա դատարան, տեսա, որ դատավորի մոտ, տեսա 3 հոգի նստած են կանվոյ, կանդալներով, որ ընձի պտի տանեն բերդ, ասեցի, գիտեք ինչ, պարոն Ֆարխոյան, ասի ես հիմա գտնվում եմ կենտրոնում, ինքը չգիտեր դրա մասին, բժշկվում եմ, ասեց, ով այդ տղա մի գլուխս հարթուկ, ասի չէ, ասի ես դրա համար չեմ ասում, որ դուք ընձի խղճակ, ասի ընդեղ ես գնացել եմ, տիրոջ փառքն եմ գտել ու բժշկվել եմ ամեն ինչից, հիմա տիրոջ հետ եմ ապրում, մեկ է սենց նայեց դեմքիս, արդեն ստորագրել էր, որ վսյո ընձի պտի տանեն կալանավոր են, թուղթը տալիս են ու տանում են բերդ, նայեց դեմքիս, արա ասեց չեմ հասկանում, ինչի համար, բայց մեկը ոնց որ ընձի ասի քեզի չկալանավորեմ, թուղթը վեկալ ես ճղեց, թուղթը վեկալ ես ճղեց,
ասես լավ, նորից խափանման միջոց եմ տալի 3 ամիս, գնա 3 ամիս հետո դատդ կլինի, բայց մի վարքյան եթե ուշանաս, այս անգամ կկալանավորեմ։ Փառք Տիրոջը, ժողովուրդ ջան, հիմա գտնում եմ դուսը։ Գործն էլ սպանություն է իհարկե, ամեն մարդու չեն թողում դուս, փառք Տիրոջը։